Պարոն Անուկյան, որքան էլ գործարարները պնդում էին, որ պետք է դրամը արժե զրկել, որ կարողանան աշխատել արժեզրկված դրամի պայմաններում, Կենտրոնական բանկը շարունակում է կայուն պահել դրամը, մինչդեռ տեսնում ենք հարևան երկրներում ինչպես է հայրենի դրամը արժեզրկվում, դուք այս փուլում ինչ վտանգներ եք տեսնում։ Այս բանը ոչ մի վտանգ չեմ տեսնում։ Ուղղակի Ռուսաստանի հետ կարելի է հասնել նրան, որ ռուսական ռուբլով առևտուր արվի։ Դա կբերի ահագին դրական միտումներով լցված կլինի։ Ի նկատի ունեք գործարանների առաջարկը դիմել Ռուսաստանին ռուբլով առևտուր իրականացնել, նաև գազի գինը ռուբլով վճարելու արդարացված է։ Միանշանակ։ Իբրև նախկին գործարար։ Ինչպես է գնահատում Հայաստան-Իրան հարաբերությունները Իրանի պատժամիջոցների վերացումից հետո, արդյոք մենք հաշվարկներ արել ենք, թե օրինակ մենք որքանով կարող ենք հետաքրքիր լինել Իրանի համար։ Որոշ գործարաններ Իրանի հետ այնտեղ աշխատանքներ տանում են։ Եվ ուզում եմ ասեմ, որ Իրանը մեր եւ քաղաքական, եւ որպես հարևան երկիր, տարիներ շարունակ, սկսած 90-ականներից, նախ Իրանը մեծ դերակատարում ունեցել Հայաստանի համար։ Այսինքն զուտ, երբ որ ճանապարհները փակ էին, երբ որ մենք լրիվ բլոկադայի մեջ էինք, այսինքն Իրանից միակ ճանապարհն էր, որ սննդամթերք էինք բերում։ Թողնենք որակը անորակը այդ խնդիրների մեջ չենք խորանում։ Նա մեր քաղաքական եւ որպես հարևան իրան միշտ պաշարժ է պահել մեր Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Եվ ես գտնում եմ, որ ինչքան զարգացնենք Իրանի հետ հարաբերությունները տնտեսական, քաղաքական, դա Հայաստանի միան օգուտ կբերի։ Եվ կարա ունենա մեծ հեռանկարներ Իրանը 70-80 միլիոնանոց շուկա է։ Օրինակ ինչը կարող է հետաքրքրել ձեզ բարձր։ Իմ կարծիքով թեթև արդյունաբերությունը, կոշկի արտադրությունը, մասնավորապես, մեր հին տրադիցիաները հարկավոր է վերականգնել։ Ժամանակին, դուք գիտեք, Մասիս ֆիրմա եւ այլն, կոշիկի, տրիկոտաժի, Հետաքրքրված եք իրանական շուկայով։ Անձամբ ես չեմ հետաքրքրվել, որովհետեւ դրա ժամանակը չունեմ հիմա։ Ինչպես է գնահատում Հայաստանի ներքաղաքական կյանքը։ Ընդհանրապես քաղաքականությունը այնպիսի բան է, որ չես կարա երաշխավորես 15 օր հետո ինչ ուղղությամբ ես գնալու։ Ուրեմն մնաց, որ մի տարի ու մի քանի ամիս հետո հիմա ծրագրավորենք, թե ինչ է լինելու կամ մենք ինչ ուղղություն ենք ունենալու։ Բայց գոնե հիմա հեռահար ծրագրեր ձեզ համար չեք կազմում։ Հիմա մեր համար հեռահար ծրագրերը մի բան է, որ մենք ուզում ենք, որ մեր կուսակցությունը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը իր բնականon աշխատանքներ կատարելով եւ ավելի ամրապնդելով իր շարքերը, գնա 17 թվականի ընտրություններին։ Ընտրությունների արդյունքից հետո նոր բարձ կլինի մեր դիրքորոշումները, մնացած քաղաքական դաշտը ոնց են գնալու առաջ։ Հաշվի առնելով փետրվարյան իրադարձությունները, դուք ինչ եք կարծում, հանրությունը ձեզ նախկինի պես կգնահատի, նկատի ունեմ հաշվի առնելով, որ Գագիկ Ծառուկյան այլևս ոչ մի աղերս չունի կուսակցության հետ։ Միջանոց իհարկե փետրվարյան այդ իրադարձությունները հաշվի առնելով, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը բավականին կորուստներ ունեցել։ Բավականին։ Եվ եթե մենք հիմա աշխատում ենք դրա վրա, որ գոնե քաղաքական սխալներ չգործենք, քաղաքական մոտեցումների հետ կապված, որպեսզի այն ինչ որ կա, դա պահպանենք եւ դրա վրա ավելացնենք։ Սխալներ ասելով ի նկատի ունեք այս փուլում կոալիցիա կազմել օրինակ սխալ կլինի։ Տարբեր բաներ կան, տարբեր հարցեր կան։ Ես չեմ կարող այսօր ասեմ, նախ իմացեք մի բան, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը այսօր կոլեգիալ որոշումներ է ընդունում։ Եվ ես չեմ ընդունում անհատական, անձնական մոտեցումներ այդ հարցի շուրջ։ Դրանք հարցեր են, որ պետք է կոլեգիալ որոշում ունենա։ Այսինքն դուք տեսնում եք ձեզ Բարգավաճ Հայաստան կուսակցության հետագա ճանապարհը։ Կամ իր հետ կամ վերջ, այլ ոչ մի քաղաքական գործունեություն։ Եթե ամփոփենք, հա 1 տարի է մնացել, ինչ տվեց ձեզ պատգամավորության այս ամբողջ փուլը։ Բացի աշխատանքի ծանրաբեռնվածությունից այլ ոչինչ։ Հնարավորությունները չմեծացան, օրինակ ինչու չեք զբաղվում գործարարությամբ, դուք նշեցիք նախկին գործարար։ Բոլորս գիտենք, որ դուք գործարար եք։ Երկար տարիներ գործարար եմ եղել եւ հույս ունեմ եւ դեռ կզբաղվեմ գործարարությամբ։ Հիմա չեք զբաղվում, պարոն։ Գործիներս են զբաղվում են փոխարեն։ Դուք օգնում եք նրանց։
միանշանակ։ Իրենք չեն դժգոհում առկա տնտեսական պայմաններից, Հայաստանի տնտեսական շրջափակումից, նաև տրանսֆերտները կկրճատվեն։ Այս տարի ընդհանրապես գործարարների համար ինչ է սպասվում, այնքան էլ լավ ժամանակներ չեն։ Իհարկե, ցավոք սրտի ժամանակները բավականին վատն են եւ ոչ բարենպաստ։ Բայց ամբողջ աշխարհում է դա։ Ամբողջ աշխարհում է։ Դեռ փառք Աստծո, որ մեր երկիրը կարում է որոշակի աշխատանքներով, sense բիզնեսային հարցերով իհարկե ընկել են, եկամուտները քչացել են, շրջանառությունը պակասել է բավականին, բայց երբ որ նայում ես Ռուսաստանի նման հզոր երկրում նույն բաները կատարվում, կողքի հարևան երկրներում իրենց տարադրամները արդեն մի քանի 100 անգամ արժեքազրկվում են։ Պետք է միշտ դու քեզ խրախուսես, որ եթե մի քանիսից վատ ես, տասնյակներից լավ ես, ու դրանով առաջ գնաս։ Եվ ինչքան հնարավոր կլինի պահել այս կայունությունը դրամից ձեզ։ Մեր ազգը աշխատասեր ազգ է, հնարամիտ ազգ է։ Այսօր ես գտնում եմ, որ կպայքարենք եւ կգոյատևենք այս նեղության պայմաններում։